Տիկին Ստեփանյան, տևական ժամանակ է գրեթե 1 ամիս է ընդդիմության երկու խմբակցությունները խոսում են իմպիչմենտի գործընթացի մասին։ Հայաստան խմբակցությունն է դրա մասին հայտարարություն անում, Սերժ Սարգսյանը պարբերաբար հայտարարում է, որ իրենց օրակարգը շարունակում է մնալ իշխանափոխությունը, թեև իրենք չունեն վարչապետի թեկնածու։ Այստեղ որտեղ է տրամաբանությունը, երբ մի դեպքում հայտարարում են, որ չունեն վարչապետի թեկնածու, մյուս դեպքում հայտարարում են, որ ամեն դեպքում իրենց օրակարգն է հասնել վարչապետի հրաժարականին եւ նաեւ իմպիչմենտի գործընթաց են սկսել։ Եթե չեմ սխալվում, պատիվ ունեմ խմբակցությունից, արդեն 5 հոգի միացել է, ստորագրել է։ Ձեր հարցը բավականին բազմաշերտ է, ընդ որում գտնվում է, այսպես ասած, քաղաքական հարցերի top 10-ում։ Ես սա կարող եմ մեկնաբանել եւ որպես քաղաքական գործիչ եւ որպես քաղաքացի, ով ունի քաղաքագիտական կրթություն։ Տեսեք, առաջի պատճառը, որ ես կնշեմ, դա այն է, որ երկու նախագահների միջև ամեն դեպքում նրանց քաղաքական թիմերի միջև ինչ որ անհասկանալի պարզաբանումների կարոտ հարցեր կան եւ այդպես խուլ դժգոհություն կա, որ ժամանակ առ ժամանակ սպրդում է որոշակի արտահայտություններով եւ սրա թերևս շատ ուղիղ օրինակն է օրեր առաջ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը հայկական համալսարանի քառասերունդ ներկայացուցիչների հետ, երբ Սերժ Սարգսյանը ասաց, որ մենք չենք ուզում ընդդիմություն աշխատենք իշխող ուժի մոտ, ըստ երևույթին անուղղակի մատնանշելով Հայաստան խմբակցությանը, ովքեր օրինակ նախագծերի քննարկմանը մասնակցում են, կառավարության հետ հարց ու պատասխանին մասնակցում են, իսկ օրինակ պատիվ ունեմը չի մասնակցում, դրա անունը դրել է քաղաքական բոյկոտ։ Բայց կներեք, Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ ինքը եւ Ռոբերտ Քոչարյանը թշնամիներ չեն։ Սերժ Սարգսյանը չասեց, որ ինքն ու Ռոբերտ Քոչարյանը թշնամիներ չեն, Սերժ Սարգսյանը ասաց, որ լավ կլիներ այդ հարցը տայիք Ռոբերտ Քոչարյանին, ով օրեր առաջ ձեր մոտ էր։ Այսինքն ըստ երևույթին նա խուսափեց ուղիղ պատասխանից, ինչպես նաև ամբողջ ընթացքում ինքը խուսափեց գրեթե բոլոր հարցերին ուղիղ պատասխանելուց։ Երկրորդ դիտարկումը, որ ես կուզենամ անել, իմպիչմենտ անում են այն քաղաքական ուժերը, ովքեր համապատասխան ձայն ունեն падգամավորի ստատուս եւ կարող են սկսել այս process-ը։ Հիմա այս process-ը սկսել են երկու անհատներ, ովքեր ակնհայտորեն երրորդ նախագահի քաղաքական ուժի համակիրներ են եւ հատկապես նրա իշխանության տարիների ժամանակ են գրավել այս կամ այն պաշտոնները, բայց նրանց ամբողջ, այսպես ասած, հույսը Հայաստան դաշինքն է։ Հայաստան դաշինքն էլ այս պահին դիրքավորվում է շատ ամուր, ասելով, որ եթե մենք ուզեինք, մենք կսկսեինք, դուք եք սկսե, ապա դուք էլ մենք կսատարենք, մենք կողմնակից ենք, այս կողմնակից բառը բավականին տարակուսելի է, որովհետեւ եթե նրանք ի վերջո ուզում են հասնել իշխանափոխության, նրանց հիմնական քաղաքական նպատակը կամ իրենց օրակարգը քաղաքական, ինչպես որ նշում են, դա է, այդ դեպքում նրանք պետք է օգտագործեն ըստ երևույթին օրենքով չարգելված բոլոր միջոցները։ Բայց ինչպես տեսնում ենք այս դեպքում, ինչպես նաև նախորդ մյուս դեպքերում, մեր երկու քաղաքական ֆրակցիաները ազգային ժողովում գտնվող չունեն բավարար չափով պատասխանատվություն, նրանք իշխանության գալու բոլորովին որևէ ցանկություն չունեն եւ պարզապես չեն կարող առաջնորդել երկիրը։ Այլապես նրանց վարքագծի մեջ մենք բոլորովին այլ գործողություններ կտեսնեինք կամ առնվազն այլ ձևակերպումներով քաղաքական տեքստեր կվերցնեինք։ Հիմա հարց է առաջանում, այս դեպքում ինչու են սկսել նրանց համակիրները քաղաքական իմպիչմենտի գործընթացը, գիտեք, որ Սահմանադրությունը ասում է, որ եթե վերջին իմպիչմենտը տեղի չի ունենում, ապա եթե ղեկավարին մնում է պետության ղեկավարին մնում է առնվազն 1 տարի, ապա եթե մնա 6 ամիս, այլևս որևէ տեսակի գործողություն չեն կարող իրականացնել։ Այս դեպքում ճիշտն ասած հաշվի առնելով, որ երկու քաղաքական ուժերը չունեն վարչապետի թեկնածուներ եւ դրանք իրենք այդ մասին հայտարարել են, բայց երկուսն էլ ուզում են, որ ուրիշները անեն համապատասխան գործը, իրենք ինչպես ժողովրդական լեզվով ասում են, պատրաստի երեխայի տատմեր լինեն, ապա հարց է առաջանում, թե ինչու են առհասարակ մտել այս process-ի մեջ, իրականում երկու թիմերը ուզում են այս գործունեության, այս գործողության միջոցով մեկը մեկին բացահայտել, ասելով, որ մենք օրինակ շատ ավելի ընդդիմադիր ենք, քան այս մյուս քաղաքական ուժը եւ հակառակը։ Այլապես մենք բոլորովին էլ եմ ասում, այլ ձևակերպումներով տեքստեր կլսեինք։ Իսկ մեծ առումով հաշվի առնելով, որ այս իմպիչմենտի գործընթացը եւս մեկ անգամ կամրապնդի վարչապետի եւ իշխող ուժի դիրքերը, ուզում եմ արդից օգտվեմ, շնորհակալություն հայտնեմ Նարեկ Մալյանին եւ Էդգար Ղազարյանին այս գործողության
ընդդիմության համար, որովհետև նրանք կրկնակի անգամ ամրապնդում են մեր հեղինակությունը եւ կրկնակի անգամ ամրապնդում են վարչապետի դիրքերը։ Տիկին Ստեփանյան, դուք ասում եք իրենք տեխնացու չունեն, այսօր Հայկ Բամիջանյանը հայտարարեց, որ թեև իրենք տեխնացու չունեն, սակայն եթե Հայաստան խմբակցությունը առաջադրի Ռոբերտ Քոչարյանին, իրենք պատրաստ են սատարել նրան։ Սա ինչ հայտարարություն է եւ արդյոք կարող ենք ասել, որ այս ճանապարհով, այս եղանակով գնդակը նետեցին Հայաստան խմբակցության դաշտ։ Կարող ենք ասել, որ քաղաքական փոխհրաձգությունը խորհրդարանական երկու ընդդիմադիր ֆրակցիաների միջև դեռևս շարունակում է եւ բոլորը ճառ ասողներ են, իսկ զանգ կախող չկա։ Ինչպես։ Ինչու, ինչպես, ասեմ, որովհետև ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի նրանք հստակ վերցնեն պարզապես թուղթը, գրիչը եւ սպիտակ թղթի վրա գրեն հետեւյալ այն ամրապնդումը, որ իրենց քաղաքական առաջնորդների հեղինակությունը, հետ գցած գույքը, քաղաքական ժառանգությունը եւ հետագիծը ոչ միայն խանգարելու են իրենց առաջ գնալու, այլ նաեւ ըստ երևույթին խանգարում են, որպեսզի հայաստանյան քաղաքական կյանքում առհասարակ քաղաքական սերնդափոխություն տեղի ունենա։ Իսկ սա ժամանակի հրամայական է։ Եկել է ժամանակը, որպեսզի թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը իրենց հոգեզավակներով, իրենց ворթեգիրներով, իրենց սատարող եւ նեցուկ տարբեր քաղաքական ուժերով իսկապես հետ քաշվեն, մաքրեն քաղաքական դաշտը եւ թույլ տան, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունենա քաղաքական սերնդափոխություն, որտեղ իրենք իրենց ասելիքը ասել են, լավով վատով ասել են, ես կարծում եմ իրենք պետք է հետ քաշվեն եւ հարթակը տրամադրեն նոր ուժերի։ Դուք ասում եք իրենք պիտի հետ քաշվեն, մենք տեսնում ենք հակառակը, երբ վերջին շրջանում երկու նախագահներն էլ այսպես պարբերաբար հանդիպումներ են ունենում համալսարանի ուսանողների, դասախոսների հետ եւ հանդես են գալիս հայտարարություններով։ Այսինքն տեսնում ենք հակառակը, որ ակտիվացել են, նախ ինչով է դա պայմանավորված եւ ինչ սպասել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որովհետեւ հասկանում ենք, որ այս ուժերը ամեն դեպքում չեն հրաժարվելու առաջադրվելուց։ Ըստ երևույթին այսօր քաղաքական նրանց այս երկու քաղաքական ուժերի կողմից տեղի ունեցող գործողությունները փաստում են, որ այնուամենայնիվ նրանք երկուսն էլ առաջադրվելու են, ասեմ ավելին, ես չեմ բացառում, որ նրանք առաջադրվեն այն նույն սխեմայով, այն նույն մեխանիզմով, որ օրինակ Գյումրիում վերջին թիմ ընտրությունները արեցին, այսինքն նրանք սկզբնական շրջանում որևէ մեկի հետևում այսպես ասած չեն երևա, բայց իրենց քաղաքական արժեքներով եւ իրենց կողմից ֆինանսավորվող տարբեր խմբերի կամ կուսակցությունների առաջ կտան հետագայում վերամիավորվելու նպատակով։ Այստեղ արդեն մենք ունենք հսկայական անելիք, մեր իշխող ուժը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ բոլոր այն առողջ քաղաքական ուժերը, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ օգտագործելով 26 թվականի հերթական ընտրությունները ներողություն եմ խնդրում կփորձեն Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում բերել որոշակի ստաբիլություն, որպեսզի ի վերջո իշխանություն, ընդդիմություն, իշխանություն, հասարակություն, երկխոսությունը բերվի բոլորովին այլ մակարդակի, որտեղ Հայաստանի Հանրապետությունում թե ներսում, թե արտաքին հարթակում մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ եւ շատ տխուր է, երբ արտաքին մարտահրավերները հենց մի քիչ, այսպես ասենք, լուծվում են կամ հետ են քաշվում, երկրի ներսում մենք որոշակի ցնցումներ ենք նկատում արդեն այս ուժերի կողմից։ Այն ուժերի կողմից, ովքեր ընդհանրապես ցանկություն չունեն վերցնել օրինակ իշխանության ղեկը, որովհետև իրենք այլևս անելիք չունեն։ Եվ սա նույնպես ժողովրդին խաբելու մի տարբերակ է եւ ռուսերեն շատ ուղիղ եւ process-ը կոնկրետ բնորոշող մի բառ կա, որը ես կխուսափեմ հիմա օգտագործելուց, բայց այսպես ներքին կյանքում խժդժություններ են ստեղծում։ Մյուս կողմից տարիներ առաջ, երբ որ մենք խոսում էինք ընդդիմության ներկայացուցիչների հետ, ես օրինակ իմ քաղաքական ելույթներից մեկում առաջարկել եմ նրանց բաց խոսել իրենց էլեկտորատի հետ, որովհետև իրենց էլեկտորատը իրենցից բոլորովին այլ բան է պահանջում, քանի որ նրանք այդ խոստումով են եկել, բայց գալով ազգային ժողով նրանք բախվել են բոլորովին այլ իրականության հետ, որտեղ պետք է աշխատել, որտեղ պետք է աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության, որտեղ պետք է աշխատել հանուն այն քաղաքացիների, որոնք իրենց ընտրել են եւ պատվիրակել են իրենց ուղեգիր են տվել, որպեսզի ազգային ժողովում աշխատեն։ Եվ կան падգամավորներ, օրինակ, երբ որ մենք տեսնում ենք ընդդիմության բավականին կառուցողական աշխատանքը հանձնաժողովներում կամ արտաքին հարթակներում, այստեղ որոշակի ուժեր, այդ թվում նաև լրագրողական որոշակի հարթակներ, այսպես հարձակվում են այդ նույն ընդդիմադիր падգամավորների վրա եւ խանգարում են նրանց բնականon աշխատանքը։ Բայց սա արդեն իրենց խնդիրն է, իրենց էլեկտորատի հետ, իրենց նեցուկ եղող տարբեր ուժերի հետ, բայց շատ կարեւոր է, որպեսզի
բոլոր քաղաքական ուժերը, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, թե նրանք, ովքեր ցանկություն են մասնակցելու 2026 թվականին, շատ կարևոր է, որպեսզի հասկանան, ընդդեմ իշխանությունների ոչինչ անել պետք չի։ Պետք է հանուն Հայաստանի Հանրապետության անեն։ Այլապես մենք կունենանք Գյումրիի պատկերը արդեն Հայաստանի Հանրապետության մակարդակում։ Եվ Տիկին Ստեփանյան, ասացիք, որ պետք է ձևավորվեն առողջ ուժեր կամ ճանապարհ տան առողջ ուժերին, ըստ այսօր կան այդ առողջ ուժերը, դուք տեսնում եք այդ առողջ ուժերին եւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ինչ եք կարծում, այս նույն օրակարգով կգնանք ընտրությունների նախկին, ներկա, դավաճան, հողատու, կապիտուլյանտ, այսինքն այս խոսույթից կտրվելու ենք ամեն դեպքում։ Ես կարծում եմ, որ խոսույթը բավականին ուրիշ պետք է լինի, որովհետև հասարակությունն էլ արդեն գիտեք, այս պահին նաև մեզ պետք է որոշակի առումով մեղադրեմ, հենց այսօր մենք ընտրում ենք բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչների եւ գիտեք, որ մեր ամենացավոտ, ամենազգայուն կողմը հենց արդարադատության համակարգն է, իրավական դաշտի կայացումն է եւ այսպես նախկին ներկա թալանչիներ կամ գողերը, երբ որ մենք ասում ենք կամ մատնանշում ենք ապօրինի գույքը եւ այլն, քաղաքացիները անպայման ասում են, եթե թալանչի են, գող են, ապա ինչու են մինչեւ հիմա ազատության մեջ։ Հետևաբար ես կարծում եմ, որ դա պետք է մնա այլևս 2026 թվականին առաջ, բայց մյուս կողմից դրան ընդհանրապես չանդրադառնալ հնարավոր չէ, քանի որ քրեական գործերը գնում են եւ մենք ավելի արագ ենք տեսնում ապօրինի գույքի բռնագանձման դեպքերով տարբեր դրվագների եւ սա լինելու է շարունակական։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հստակ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ցույց տանք Հայաստանի զարգացման տեսլականը, ինչպես ենք մենք տեսնում մեր տեսլականը։ Սա մեծ առումով կոնկրետ քաղաքացիական պայմանագիր ուժի համար բավականին հեշտ է, որովհետև մենք ունենք 21-26 թվականի կառավարության ծրագիրը, որը հասցնելու ենք հնարավորինս մեծ ծավալներով իրականություն դարձնենք եւ քանի որ մենք հենց պետական համակարգի ներսում ենք եւ ավելի լավ ենք պատկերացնում այն խնդիրները եւ դրանց լուծման այն նպատակները եւ միջոցները, ես կարծում եմ մեր համար շատ ավելի հեշտ է քաղաքացու վստահության քվեն ստանալ։